Հայոց ցեղասպանության 110-ամյակի ոգեկոչության խորհուրդը Երևանում սկսվեց ապրիլի 23-ի երեկոյան ջահերի երթով դեպի Եղեռնի կոթող։ Ողջույն արդարության պահանջով ոտքի ելած հայ ժողովուրդ։ Ողջույն սեփական պապերի արյունը չուրացող հայ երիտասարդություն։ 110 տարի առաջ այս օրերին թշնամին մեկնարկեց իր հրեշավոր ծրագիրը։ 110 տարի շարունակ աշխարհին ասում ենք ճշմարտությունը, որ ոճիրը եղել է եւ այն երբեք չի մոռացվելու։ Մենք կանգնած ենք այս հրապարակում ոչ թե որպես զոհ, այլ որպես սերունդ, ով ապացույցն է այն բանի, որ Թուրքիան ձախողվել է։ 110 տարի առաջ նրանք մտածում էին, թե կվերացնեն մեզ, կջնջեն մեր հետքը պատմությունից, բայց այսօր, հենց հիմա, այս հրապարակում կանգնած հայ երիտասարդը ամենազորեղ ավկայությունն է այդ ձախողման։ Մեզ փորձում են համոզել, թե ցեղասպանությունը պետք է թողնել անցյալում, իբրև պատմական ցավալի հիշողություն, բայց այն, ինչ տեսանք Արցախում, խոսուն ապացույցն է, ավելի քան 100 տարի անց թշնամու ձեռագիրը չի փոխվել։ Եվ ուրեմն, ինչ պետք է անենք մենք։ Մենք պետք է շրջենք պատմության անիվը։ Ապրիլի 24-ը պիտի դառնա մեր վերածնունդի օրը։ Ապրիլի 24-ը պիտի դառնա որպես ազգ, այլևս երբեք չպարտվելու որոշում կայացնելու օրը։ Մենք պետք է հենց այստեղ, այս խորհրդանշական օրը, ինքներս մեզ խոստանանք, որ այլևս երբեք չենք պարտվելու, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ կոտորել, այլևս երբեք թույլ չենք տալու մեզ ցեղասպանել, հայրենազրկել եւ դարձնել օտարական սեփական հողում եւ հայրենիքում։ Մենք պետք է ոտքի կանգնենք, որովհետեւ ինչպես ասել է Սարգիս Զեյթլյանը, սողացող ազգերը դատապարտված են գետնի տակ մտնելու։ Ոտքի կանգնող ազգերն են, որ իրավունք են ստանում գոյության։ Սիրելի հայ ժողովուրդ, ապրիլի 23-ի այս ժայռով երթը արդարության համար մեր շարունակվող պայքարի խորհրդանիշն է։ Արդարության պայքարի ջահը հաջորդ սերունդներին փոխանցելու եւ մեր իրավունքներին վերատիրանալու տեսլականի վառ պահելու խորհրդանիշը։ Այսօր, վաղը, ամեն օր եւ ամեն ժամ հիշենք, որ մեր իրավունքները խլել են մեզնից եւ անպայման մի օր դրանց պետք է վերատիրանանք։ Խոսքը փոխանցում եմ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ ընկեր Գեգամ Մանուկյանին։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, Հանրապետության հրապարակի այս արարողությանը հետևող մեր Սփյուռքի բոլոր հայրենակիցներ, հայ ժողովուրդ, այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք, մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով։ Սա հիշողության մոմավառություն չէ, սա պահանջի կրակաերթ է։ Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն, դրանք կրակներ են մեր նախնիների հիշողությունը հավերժացնող։ Դրանք 1.5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են մեծ Եղեռնի դժոխքից։ Մենք այստեղ ենք որպես նրանց ժառանգորդ, որ չի մոռանում, որ չի լռում։ Մենք եկել ենք վկայելու, բարձրաձայնելու, որ հայ ժողովուրդը ոտքի է։ Նրա պայքարը անավարտ, նրա կամքը անսասան, հանուն արդարության, հանուն կանխման, ի դեմը սուրացման։ Ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է։ Եթե Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից, երբ Ադրբեջանը կտրում է Արցախի հայության արմատները, երբ մեր իշխանությունները լռում են ազգային հիշողությունը դիվանագիտության սեղանին ծախելու համար, որովհետև առանց ճշմարտության չկա խաղաղություն, չկա արդարություն,
առանց պատասխանատվության չկա ապագա։ Մեր պահանջը հստակ է ու անդրդվելի։ Թուրքիան պետք է ճանաչի հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն, որպես նախադեպ, որ չի կրկնվի այն, քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, մեղսակից ես դրան։ Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի վրա, հստակ ճանաչի դրանով իսկ կանխելով հետագա ցեղասպանությունները։ Այսօր, երբ մեր պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ, ուրացում, այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա, ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ, դա ժողովրդինն է։ Այսօր այստեղ մենք ուղերձ ենք հղում, ուղերձ աշխարհին, ուղերձ մեր սերունդներին, ուղերձ մոռացությանն ու ուրացողին։ Ձեր ներկայությունը խոսք է, որ հայ ժողովուրդը չի մոռացել, չի նահանջել, ու շնորհակալություն հատիկ բոլորիցս, որ այստեղ իր ներկայությամբ ասում է, այս իշխանությունը չէ Հայաստանը, Հայաստանը, հայ ժողովրդի կամքը դուք եք։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, արդեն 26 տարի շարունակ Դաշնակցության երիտասարդական միությունը կազմակերպում է ջահերով երթը, որպեսզի վառ պահի հայ երիտասարդության մեջ պայքարի ջահը եւ ցույց տա թշնամուն, որ որևէ ժամանակ, որևէ իշխանություն, որևէ իրավիճակ չի կարող ստիպել մեզ ետ կանգնել մեր արդար պահանջից։ Խոսքը փոխանցում եմ Հույդա Հայաստանի երիտասարդական միության վարչության ներկայացուցիչ Ժոռա Ավդալյանին։ Հանրապետության հրապարակում մենք կրկին հավաքվել ենք պայքարի ջահ ձեռքներից ասելու, որ այստեղ ենք ոչ միայն որպես հիշողության կրողներ, այլ որպես արդարություն պահանջող սերունդ։ Մենք այստեղ ենք որպես սերունդ, ում ընկերները ընկել են հայրենիքի համար մղվող պատերազմներում, բայց իրենց արածով մեզ թողել են հստակ ուղեգիծ։ Պայքարը պետք է շարունակվի։ Մեր թշնամիների քաղաքականությունը 110 տարի անց չի փոխվել։ Դրա վկայությունը Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն է, որը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանական գործողություն։ Այնինչ 110 տարի առաջ տեղի ունեցավ Մուշում, Վանում, Սասունում, տեղի ունեցավ նաև Ստեփանակերտում, Հադրութում, Շուշիում։ Ցեղասպանությունից 110 տարի անց մենք համոզված ենք մի բանում, որ երբ քեզ հարվածում են, դու ավելի ուժգին պետք է հարվածես։ Հակառակ դեպքում կլինի այն, ինչ եղավ Արցախում։ Մենք ողջ աշխարհին այստեղից ուղում ենք հստակ ուղերձ։ Եթե դուք չեք բռնում ցեղասպանի ձեռքը, այն մի օր ձեզ նույնպես անպայման հարվածելու է։ Մենք հստակ ուղերձ ենք հղում Թուրքիայի իշխանություններին։ Մենք ուղերձ ենք հղում Թուրքիայի երիտասարդությանը։ Ստիպեք ձեր իշխանություններին ընդունել ցեղասպանությունը։ Հակառակ դեպքում դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք։ Համոզված եղեք, հայ երիտասարդության մեջ կրկին լինելու է Սողոմոն Թեհլերյաններ եւ Արշավիր Շիրակյաններ։ Հայ վերիժարուների բանակը այնքան է մեծանալու, մինչև որ հասնենք արդար հատուցման, թե ցեղասպանության եւ թե Արցախի հարցում։ Այսօր կա մի իշխանություն, որն ասում է մոռացեք ցեղասպանությունը, մոռացեք Արցախը, մոռացեք անցյալը։ Բայց մենք չենք մոռանում։ Մենք չենք ընտրում ուրացման ճանապարհը։ Այդ քաղաքականությունը սկսվում է ցեղասպանության զոհերի հիշատակի ուրացմամբ եւ հասնում է պետականության կորստին։ Մենք երիտասարդներս կանգնած ենք այդ ուրացման ճանապարհին որպես պատ
եւ ետ ենք շրջելու պարտության էջը։ Մենք նորից ոտքի ենք կանգնելու եւ հաղթելու ենք։ Մենք կերտելու ենք մեր ազգի արժանապատիվ ապագան եւ այդ ապագան կերտելու համար կա մեկ ճանապարհ՝ պայքար, 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 ի նշան մեր պայքարի, ի դեմ թշնամիների և ուրացողների, բարում ենք ջահերը, ջահերը բարձր, կանթեղները բարձր, երթը շարժել մեծ զրոշների ետևից։ Երթի սկզբում գնալու է սկաուտական նվագախումբը և շարքերը, ապա ջահակիրները և Հայաստանի ու Արցախի մեծ եռագույն դրոշները։ Խնդրում եմ երթին միանալ դրոշների ետևից, որպեսզի կարողանանք պահել ընդհանուր երթի կառուցվածքը։ Վերքդ բյորավոր, մայրացը կավոր հայրենիք, երկինքդ ամպած, որդիքդ ընկած, բաղթդ խրված հայրենիք, դու պատրիր դեմքիդ, կողամը շուշիկ, դու երկանքի դուր, իմ չքնակ շուշիկ, դու պատրիր դեմքիդ, կողամը շուշիկ, դու երկանքի դուր, իմ չքնակ շուշիկ։
Սիրելի եւ հարազատ զավակներ մեր ազն ժողովրդյան, սիրելի եւ նվիրյալ զավակներ մեր ազգի եւ հայրենի, եկել են ջահերով եւ լույսով, բերել են մեր հոգիների ու մտքերի լույսը իտես աշխարհի եւ մարդկության մեկ անգամ եւս բարձրաձայնելու արդարության ձայնը։ Մենք մշտապես պահանջատերն ենք եղել եւ լինելու արդարության հաղթանակի։ Արդարություն, որը միայն հայից ու Հայաստանի համար չէ, այլ մարդկության լուսավոր ուղին միայն կարող է արդար ճանապարհով առաջ ընթանալ։ Լուսաշող օրերը կգան եւ կգան այն ժամանակ, որ մենք ինքներս կկերտենք ու կտեսնենք։ Թող Տիրոջ օրհնությունը լինի բոլորիդ եւ մեր սուրբ նահատակների բարեխոսությունը մշտապես լինի մեր Հայաստան աշխարհի, մեր Հայաստան հայրենիքի եւ ժողովրդի վրա։ Ամեն։ Հաջորդ օր ապրիլի 24-ին, որ Հայաստանում համարվում է ոչ աշխատանքային օր, առավոտյան Եղեռնի հուշահամալիր այցելեցին նախ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի ուժային կառույցները, այնուհետև ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորականության դասի ուղեկցությամբ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երգինս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկես ցե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երգինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիսներ, որպես եւ մեկ թունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարև, Զիկոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ևս խաղությանս Տեր աղաչեսու կնգալկեցո եւ օրմյա։ Օրհնություն եւ փառք Հոր եւ Որդու եւ Ոգին Սրբո
այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ապրիլի 24-ին, ինչպես ամեն տարի, մինչև ուշ գիշեր չէր դադարում մարդկային հոսքը դեպի Եղեռնի կոթող։ Voice of Armenians TV New York can now be seen streaming on 4 major streaming services. We have our dedicated apps on Apple TV, Roku TV, Android TV, and Amazon TV. If you are a subscriber to any of these streaming services, download our app and watch Voice of Armenians TV New York on your devices. Our program is now reaching millions of viewers across US and internationally.